Խաղաղություն քեզ սիրելի բարեկամ, այսօր հայր Զաքարիայի հետ որոշեցինք այցելել Փրկչավանքը, այցելել գերեզմանները եւ միտք եկավ տեսախցիկը վերցնեմ, նկարեմ մի բան, միգուցե կստացվի եւ ընթացքում որոշեցինք խոսել մահվան եւ հարության մասին, ընթացքում խոսեցինք պատմական բաների շուրջ խոսեցինք եւ այլն։ Մնացեք մեր հետ եւ տեսեք ինչ որ ստացվեց։ Շնորհակալ ենք ձեզ։ Հայսուջան հեսա մեր Փրկիչ վանքում ենք հիմա, մեր վանքի սուրբ պատրիարքներն են թաղված այստեղ, պարոն Տեր եւ Շղթայակիր երկուսն են Գրիգոր պատրիարքներն են, որոնց շնորհիվ մեր վանքը հայոց Երուսաղեմը կանգուն մնաց եւ միջև օրս հետաքրքիր ասենք եկեղեցու մուտքին է մենք հետո երևի կմտնենք մենք այստեղ Գավիթը եկեղեցու բաները մեր լուսարապետ սրբազանների գերեզմաններն են մասնավոր թաղվել են ոտների տակ որ մարդիկ քայլելով հիշեն իրենց ուզես մի հատ հոգի հանգիստ այսինքն մի հատ հոգոց ասենք կարից աղոթք ասենք մեր պատրիարքների այստեղ մեր պատրիարքների հիմնական դամբարաններն են եւ այստեղ մեր նաեւ լուսարապետների եւ այստեղ գերեզմանն է Հաննա Վարդապետի, որը Գրիգոր Շղթայակիր պատրիարքի օգնականն էր եւ երբ որ Շղթայակիր պատրիարքը դրամահավաք էր անում Հաննա Վարդապետը հայտնի պատմության հեղինակը իր գերեզմանն է։ Մենք այստեղ այսուր տարին 5 անգամ մեռելոցի պատարակները հիմնական այստեղ ենք անում եւ հոգեհանգիստ ենք անում մեր բոլոր ննջեցյալներին ամանդ հոգեվոր դասի։ Լավ, աղոթք անենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն հայր մեր հորեր կինսես սուրբ եղիցի անուն քո եկես սե արքայություն քո եղիցին կամ քո որպես երկինս եւ երկրի ասած մեր հանապազոր տուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած եւ մի տանիրս մեզի փորձություն այլ պրկյազ մեզի չարե զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառքավիտյանս ամեն Ոգվոսն հանգուցելոց Քրիստոս Աստված արահանգիստ եւ ողորմություն եւ մեզ մեղավորացը շնորհյաց թողություն հանցանած եւ ես խաղաղությանս Տեր աղաչեսու բասն հանգուցյալ հոգվոցն աղաչեսու կսպերգիչուն մեր Քրիստոս զիզնոս անդարթարսն դասսե եւս մեզ կեցե շնորհի ողորմության իրո ամենակալ Տեր Աստված մեր կեցո եւ ողորմյա Տեր ողորմյա Տեր ողորմյա Տեր ողորմյա Քրիստոս որդի Աստուծո անոխակալի եւ բարեգութ գթարարչական սիրովտի օքի սանգուցյալ ծառայից կոց եւ մանավանդ հիշյատեր պատրիարքացն եւ միաբանիցն արաքելական աթորույս Երուսաղեմա հիշավոր մեծի գալստյան արքայության քո արարժանի ողորմության խավության եւ թողության մեղած դասավորյալ պայծառացուն սուրբս քո հաճակողմյան դասուն զիդուեստեր եւ արարիչ ամենեցուն դատավոր կենթանյաց եւ մեռելոց եւ քեզ վայել է փառք իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն Հետաքրքրականը չէ որ մեր պատմության ընթացքում ինչքան կարևոր դերակատարություն են ունեցել անհատները ասենք նույն Շղթայակիրը եւ պարոն Տերը եթե չլինեին այսօր դժվար է խոսել հայոց պատրիարքության մասին եւ ընդհանրապես մեր կյանքի հայ ժողովրդի իրականության մեջ դա անհատականությունն է մենք խմբային ժողովուրդ չենք չէ անհատներն են մեծ բաներ արել փոխել փոխել են եւ կարողացել են ես միշտ օրինակ եմ բերում ասենք ոչ հոգեվորականների ասենք օրինակ մեր վերջին պատմության մեջ Գարեգին Նժդեի օրինակ է ինքը խենթ հայրենասեր որը կարողացավ իսկապես փրկել Հայաստանը Լեռնահայաստանը բայց նաեւ ինձ թվում է որ գերեզմանների վրայով քայլում ենք նայում ենք իրենց հասկանում ենք որ բոլորիս վերջը այստեղ է բայց հետաքրքրականը չէ ասենք մեկին գալիս ենք ողորմի ենք տալիս հիշում ենք գնահատում ենք արժևորում ենք փորձում ենք իրենց նմանվել մյուսներին անգամ չենք էլ անդրադառնում այսինքն մարդի իր կյանքում այդ
100 տարին կլինի 80 տարին 70 կամ ավելի երիտասարդ պիտի արժևորված ապրի, գնահատի կյանքը եւ հետք թողնի։ Մարդը հենց այնպես չպիտի ապրի։ Դե Աստված գիտի նաև մարդկանց, որոնք իրենք գիտենք Հայսուրբ, արի մենք այստեղ նաև գերեզմանատուն ունենք, մեր հայերի գերեզմանատունն է։ Մի հատ, գիտես, մի քիչ անցնենք, շատ մի հատ հետաքրքիր գերեզմանա շիրիմ քար կա։ Հիմա այնտեղ գնանք եւ այնտեղ մտքեր կա էլի մահվան մասին խոկարի միջզրուցենք էլի։ Մի բան ասեմ, երբ որ Կալկաթայի մարդասիրական ճեմարանի տեսուչն էի, դժբախտաբար քիչ հայեր կային եւ բացի վարչական գործից զբաղվում էին այդ գերեզմանների ուսումնասիրությամբ։ Դու գիրք ունես ասա։ Այո, եւ Արեմտյան Բենգալիայում թաղված հայ հոգեվորականները գիրքն է, որտեղ որ 199 լուսանկար կա։ Ինչ հիշեցի, ուրեմն Նազարեթ եկեղեցու հենց պատի անկյունին թաղված է Երուսաղեմի նվիրակը Սամվել Ծայրագույն վարդապետ։ Լուսանկարներ կուղարկեմ, որ անպայման տեսնես, հետաքրական է, որ խույր է Ծայրագույն վարդապետ է եղել, բայց քանի որ առաջնորդական հանգամանք է ունեցել, խույր կրելու իրավունք է ունեցել։ Եվ այս նվիրակը մահացել է երիտասարդ հասակում մալարիայի պատճառով։ Դե, ինչ ասեմ, Աստված ոգին լուսավորի։ Մենք էլ հիմա անցնենք մեր գերեզմանատուն, այնտեղից էլ շարունակենք։ Գնանք։ Այսպես այս գերեզմանն է, այս քարը շատ տպավորիչ է, Ավետիս Միսակ Պետրոսյան, ու հետաքրքիր բան է գրած, մի հատ դες կարծես։ Ով հայորդի իմ սիրելի սրտահատոր եւ պաշտելի, թե որ անցնիս մոտեն շիրմիս աղոթքից մեջ հիշել նիշտիս, որ 21 տարիքից կարոտ մեռա հայրենիքից։ Ինչ խոսքեր է, չէ՞։ Ու այստեղ այսօր շատ մենք հայերն են թաղված, որոնք նաև շատերը կան բաներից, եղեռնից ազատված, հետո փրկվել են եւ այստեղ են մահացել եւ բաժինել ունենք այս մեր մասն է քաղաքացիների, այն հայերի, որոնք տեղացի հայերն են, այսինքն բնիկ հայերն են, քաղաքացի տարբերվելու համար ուխտավորից եւ հոգեվորականից։ Եվ իսկ հիմնական այս տարածքը դա այն նրանք են, որոնք եղեռնից ազատված, հետո իրանց թորներ, զավակներն են։ Եվ գիտես, այստեղի հայս գերեզմանը ես սիրում եմ գնալ այցել, նենց հանգստություն կա, բայց մեր հայաստանիները գնում ես մի հատ ճնշող բան կա, չգիտեմ, էլի արձաններ, մեծ բաներ, բայց այդտեղ շատ համեստի մեջ է, էլի։ Ինչ է մահը այսուր քրիստոնյայի համար։ Քայլենք էլի, սենց Դե իրականության մեջ մահը մեր կյանքի անբաժանելի մասն է, որ ծննդյան հետ sense համընթաց քայլում է։ Եվ ոչ ոք չի կարող խուսափել մահվանից։ Եվ սկսած փարավոններից, եգիպտական կայսրություններից եւ այլն փորձել են իրենց կյանքը երկարաձգեն առավել ապրելու համար։ Նույնիսկ կնես լսել եմ Ռոքֆելլերից վերջինը, որ մահացավ, 9 սիրտա փոխը մարդը։ Ուզեցել է երկը բաներ կան, չէ, որ սառեցնում են ընդհանրապես, մտածում են, որ ինչ որ ժամանակ կգա, գիտությունը կհասնի, հետո բան կլինի, այսպես կկենթանանան եւ այլն, բայց այդ մահն էլ էլի մեր կյանքի անբաժանելի մասն է, բայց հիմա միշտ այդ մտածումը կա, որ քրիստոնյա մարդու համար մահը մի քիչ ուրիշ տեսակ է, որովհետեւ Քրիստոսի հարությամբ այդ մահվան վախը չկա, որովհետև Քրիստոս ոնց է ասում, ես եկա որպեսզի դուք առավել կյանք ունենաք։ Եվ ուր է այդ մահը, այլևս ինքը որևէ իշխանություն չունի։ Եվ մենք ի վերջո հավիտենապես ապրելու համար ենք ստեղծված։ Եվ սա շատ հետաքրքրական է, որ եթե այս մտածումը ունես, քո կյանքը այլ կերպ է դասավորվում։ Ես միշտ օրինակի համար համեմատել եմ Հայաստանում կա այդ իրավիճակը, կան շատ ճոխ գերեզմանատներ, հեկտարներով վերցնում են, շատ ճոխ, այդպես մահարձաններով եւ այլն։ Բայց չգիտեմ միշտ հարցը տալիս եմ, այս մարդը, որ ապրել է, խնամք տարել են, մի բարի, մի սիրո խոսք ասել են այս մարդուն, թե ցուցամոլության համար եւ այլն։ Այսինքն մեռնելուց հետո են հիշեն, ասում եմ գնա մեռի արի սիրեմ, հա։ Հա, բայց ես կարծում եմ, որ միշտ պետք է մարդուն գնահատես իր կենթանության օրոք։ Մարդը կարիք ունի, որ ինքը գնահատված լինի։
Եվ այդ գնահատանքը ոչ թե իրեն պիտի մեծամտության տանի, այլ պիտի նաև իրեն ստիպի ավելի լավ բաներ անելու։ Հիմա տեսեք, եթե օրինակի համար վերցնենք ամենաճոխ թաղման ծեսը հոգևորականների մահվան ծեսն է, չէ՞։ Ասենք թաղման ծեսը եւ հատկապես ասենք կաթողիկոսի թաղումը։ Բայց կաթողիկոսին վերջում թաղում են սովորական իր մի հատ շապիկով պատարակչի ամեն ինչ անում են, մատանիներ եւ այլն եւ այլն։ Եվ մենք տեսնում ենք մեր կաթողիկոսները սովորական տապանակար է դրված։ Նույնն էլ այստեղ մեր պատրիարքները։ Բայց նայում ես, չէ, ասենք այդ մարդիկ ինչ հսկայական ավանդ են ունեցել։ Կամ ասենք երբ որ մեր միջնադարյան վանքեր են կայացելում, թագավորները, իշխանները թաղվել են եկեղեցու ներսում, որպեսզի մարդը գնա ոտնակոխ անի իր խոնարհության եւ այլն եւ այլն։ Ինչպես այստեղ էլ մեր բաները։ Եվ ինձ թվում է որ նաեւ սա մեր այդ մտածողությունը կա, էլի մենք ոնց ենք մոտենում այդ մահվանը։ Եթե մենք օրինակի համար մեր կյանքի նպատակները, մեր ամեն ինչը կապում ենք այս երկրի հետ, կապում ենք այդ արտաքին բաների հետ, էս ուրիշ է։ Հիմա զուտ քրիստոնեական մտածողությամբ մենք մեր նպատակը որը պիտի լինի։ Մենք պիտի փորձենք ամեն ինչ անել Աստծու մոտ ավելի շուտ գնալու, չէ։ Եվ հավերժության։ Այո, եւ հավերժության մեջ ապրելու։ Ի վերջո մեր կյանքի ամեն օրը մեզ գերեզմանին է մոտեցնում։ Այսուհետև նորը մի հատ բան կարդացի, շատ հետաքրքիր միտք։ Ասма ցավոք շատ մարդիկ կան, որ իրենց ծրագրերը կազմում են միջև իրենց գերեզմանը։ Այսինքն իրենք հավերժ չի էլ իրենց գաղափարը, հավերժ չի իրենց մտածելակերպ, այսինքն ծրագրերը չեն մտածում, որ հավերժություն կա։ Ծրագրեր կազմեն, որ հավերժության մեջ ապրեն։ Դե դրա համար ինձ թվում է, որ շատ կարևոր է, որ մարդը հասկանա, որ կյանքի իրեն տրված շնորհ է Աստծո կողմից, որ ինքը ամեն օր ամեն վայրկյանը պիտի բովանդակությամբ լցնի, իմաստությամբ պիտի լցնի, եւ ինքը ամեն օր իրեն գոնե օրվա ավարտին պիտի հարց տա. Ես ինչ արեցի այսօր, ինչ լավ բան եմ արել, ինչ վատ բան եմ արել։ Հետո օրինակ գերեզման այցելելը լավ է, որ հաճախ գալ, հաճախ ասելով այնց ամեն օր չէ, բայց գոնե չսպասել, որ թաղում լինի գալ, բայց հենց գալ եւ այցելել եւ միշտ հիշել, որ մենք մահկանացու ենք եւ մի օր դի հողենք, հող դառնանք, չէ։ Դե մենք կարևոր է։ Այդ մտածողությունը մեր մեջ ավելի խորանում է, ավելի ամրապնդվում է։ Տարիքի հետ։ Մեր մահկանացու լինելը հասկանում ենք, երբ որ կանգնում ենք մահվան իրականության առաջ։ Այսինքն Տաթևացին ասում է մահվան կարապետ կա, դա հիվանդությունը, որը քեզ հուշում է, որ մահ կա մի մոռացի, մեր զգայունքների տկարացումը, տեսողություն, լսողություն եւ ասում եմ մազերի սպիտակությունը։ Դա ցույց է տալիս, որ մենք հիշենք բնական բաները, որ մահը մոտ է եւ բայց քրիստոնյան պետք է վախենա մահից։ Հենց դա է խնդիրը, մենք ընդհանրապես որևէ բանից չպիտի վախենանք։ Հիմա տեսեք, այսօր մեր ամբողջ ծիսակարգը, մեր եկեղեցու ուղղափառ դավանանքը հիմնված է Քրիստոսի հարության իրականության վրա, չէ՞։ Ասենք դու չես կարող քեզ քրիստոնյա անվանել, եթե դու հարությանը չես հավատում։ Իսկ հարությունը ինչն է, հաղթանակն է։ Մահվան։ Եվ մենք մեզ համար այդ ամենամեծ զենքն է Քրիստոս մեզ տվել, որ մենք մահվանը չնայենք։ Անկամ մեր կանոնական որոշումները կան, չէ՞, որ արգելվում է, չգիտեմ, քեզ վնասելով լացելը եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք մահին էլ պիտի այդ մահվան խորհուրդն էլ պիտի հասկանանք։ Հիմա օրինակի համար հեսա կամած մոտենում ենք ավակ շաբաթին, չէ՞։ Այսինքն մենք Քրիստոսի կյանքի բոլոր հանգրվանները այդ մի շաբաթը իր կյանքի ամենակարևոր դրվագները ապրում ենք։ Եթե մենք չկարողանանք ամբողջությամբ ընկալենք այդ մահը, մտնենք Քրիստոսի նման այդ մահվան իրականության մեջ, չարչարվենք, տառապենք, մենք չենք կարող նաև հարության ավետիսը ուրախ դիմավորենք։ Ի վերջո մենք քրիստոնյա դառնում ենք մկրտությամբ, չէ՞։ Իսկ մկրտությանը, երբ որ մարդուն մտցնում են, դա մահ է։ Մահանում ես եւ ծնվում ես Քրիստոսով, հարություն ես առնում։ Դրա համար մահին էլ պետք է նայել։ Այսինքն մահն էլ դա մի էլի նորից ընկղվել հողի մեջ ու Քրիստոսով հարություն առնել։ Այո, եւ վերջը այս գերեզմանները մեզ նաեւ ցույց են տալիս, ասում են, որ այսօր, չգիտեմ, այլ մեծահարուստ մեկը պիտի գաս դառնաս այս քանին արժանանաս։ Դրա համար եմ ասում, շատ կարևոր է որ մարդը հետ կթողնի, էլի, մարդը հենց այնպես չապրի։ Ես միշտ հիշում եմ բանին,
Պետրոս Դուրյանին, որ ասում է երբ հիշատակս թառամի ոհայնատեն ես կմեռնեմ, էլի։ Այսինքն իմ կարծիքով ննջեցյալի համար ինչ է կարևոր, երկու բան, առաջին աղոթքը, որ մենք անում ենք սրտանց, որովհետև մենք հավատում ենք, որ ննջեցյալները եկեղեցու անբաժան մասն են, եւ եկեղեցին նաեւ հատուկ օրեր է չէ սահմանել մեռելոցի։ Երբ մենք գնում ենք այդ ավետիսը նաեւ իրենց ենք փոխանցում։ Եվ իմ կարծիքով երկրորդ կարևոր բանը այդ հիշողությունն է։ Այսինքն հիշելն ընջեցյալին։ Հիշելն է։ Դե քանի դեռ հիշում ես մարդուն, մարդը մեռած չի։ Նայ մենք եկեղեցին ընջեցյալին, չէ՞, սրբերին մենք հիշում ենք իրենց օրվա օրերը, այսինքն իրենք արդեն 1000 տարի առաջ մահացել են, նահատակվել են, եւ մեր հարազատները, որը տարին 5 անգամ մենք հիշում ենք, դե բացի այնից որ անհատական աղոթք եւ այլն, բայց եկեղեցական բանով տարին 5 անգամ կարող ենք հիշել։ Այսինքն ննջեցյալի հետ մենք հավատում ենք, դա կարևոր է, չէ՞, միայն քրիստոնեությունն է երևի, որ հավատում է, որ մահով այլևս կյանքը չի դադարում, հոգին չի կորում, չի բնաջնջվում, ինչ որտեղ բան չի լինում։ Ինքը սպասում է այսինքն դատաստանին, որ եւ հարությանը։ Ես միշտ այդ անկեղծ ասած մտածում եմ այդ բարի մասին, ննջեցյալ, էլի։ Ննջած մարդը ով է, քնած մարդն է, էլի։ Առաքյալը որ ասում է փողը կազդարարի հրեշտակների զորքերը կգան եւ այլն, եւ մարդը քնած վիճակից կկանգնի, էլի, որտեղ մեռյալը մի քիչ քրիստոնեական բան չունի, բայց ննջեցյալի մեջ կա նինջ բառը, քնած բառը, իսկ քնած մարդը զարթնում է։ Եվ կարտնանա, իրոք հենա հրեշտակ, գնանք հրեշտակ, միացտեղ հայսու գերեզման կա, հիմա կմոտենանք։ Տաթևացին ասում է մեր կյանքը 3 վայրկյան է, մի վայրկյանում ծնվում ենք, մի վայրկյանում մեռնում ենք, մի վայրկյան էլ մեր կյանքն է։ Այսինքն հիմա 100 տարեկան մարդուն հարցրա եւ 10 տարեկան, 20 տարեկան, քո կյանքը ինչ է, կասի մի ակնթարթ է։ Այսինքն հավերժության համար այդ բանը չկա։ Հետաքրական բան կա, որ մարդը անկախ իր տարիքից ինքը ուզում է ապրել։ Բայց շատ կարևոր մի բան կա։ Երբ որ մենք այս մարմնի մեջ ենք, մենք հնարավորություն ունենք ապաշխարելու, մեր մեղքերից ազատվելու, բայց մենք չենք կարող այդ ամեն ինչը անել մահից հետո։ Հես այստեղ մի հատ նայինչ գերեզման կա։ Արի։ Հանգիստ Բարթողոմեոս Վարդապետ Թակաչյանի Ֆրունզվոց նախկին Ֆրունզի վանահայր Ֆրունզի վանուց նայ ինքը իր պատմությունը պատմում են, որ պայքարել է, այսինքն թուրքի հետ կռվել է եւ իր սուրի տակով շատ թուրք են անցնել։ Հա, sense հերոս մարդ է եղել, հեսա։ Եվ պատմությունը շատ լավ չգիտեմ, սուր չխոսեմ, իր գերեզմանը այստեղ է, հեսա։ Դե հիմա տես ինձանից լավ գիտես, որ Երուսաղեմի միաբանները որպես սրբավայրերի իրավունքների պաշտպաններ ստիպված են եղել երբեմն իսկապես ավելի այլ կերպ իրենց իրավունքները պաշտպանելու, պայքարելու, մաքարելու եւ դու ամեն անգամ երբ գալիս ես Երուսաղեմ, անկախ քեզանից հպարտությամբ ես լսվում, եւ պատահական չի որ յուրաքանչյուր հայ ուզեցել է գալ գոնե իր կյանքի ինչ որ մի հատված իր ծառայությունը բերի Երուսաղեմին։ Վերջի վերջո մաղթեսին ովքեր են այդ մարդիկ որ գալիս են Երուսաղեմ, դրանք այդ բոլոր խոչընդոտները հաղթարած մարդիկ են, որ մահը անընդհատ իրենց առաջ կանգնած էր այդ իրականությունը, կարող ինչ որ մի բան լիներ իրենք չհասնեին իրենց ուխտին, բայց գալիս էին հասնում էին, Տիրոջ գերեզմանն էին համբուրում, աղոթքն էին անում եւ տեսնում էին, որ Տեր ասված մենք կարևոր դերակատարություն ունենք Տիրոջ գերեզմանին։ Այսօր գիշերը ժամը 4-ին պատարակ մատուցեցի Տիրոջ գերեզմանին եւ ամբողջ գիշեր չքնեցի, ուխտավորների հետ էի։ Այդ լրության մեջ ուզում էի հասկանալ, փորձում էի աղոթքս անել եւ անկեղծ ասեմ Տիրոջ գերեզմանին երկու բան կար մտածումս մեջ։ Առաջինը մեր պետականությունը եւ մեր եկեղեցին եւ մեր ժողովուրդը։ Որովհետեւ մենք իսկապես արժանի ենք եւ լավ պետություն ունենալու եւ ավելի բարեկեցիկ ապրելու, բայց մենք նաեւ խնդիր ունենք ամեն մեկս մեր
սխալներին անդրադառնալու։ Մարդկային բնությունն է, մենք ուզում ենք բոլորը շտկվեն, մենք չենք ուզում շտկվենք։ Եվ այդ պատարակից հետո առավոտյան զգացի, որ դու մի տեսակ ոնց որ հաղորդ ես դառնում են բոլոր մարդկանց, ովքեր եկել են ինչ որ մի շրջան աղոթք են արել։ Ես մտովի գնացի այդ Սուրբ Հարության տաճարի օծման օրը, երբ որ մեր վրթանես կաթողիկոսը Գրիգոր Լուսավորչի զավակը մասնակցում էր օծմանը։ Մակարի հայտնի թուղթը կա վրթանեսին ուղղված, որը հրաշալի ուսումնասիրությամբ տպագրել է Աբրահամ Տերյանը, եւ նաեւ մտածումս այն էր, որ մեր հավատքի հայրն է եկել այստեղ եւ իր հավատքի ուրեմն այդ նշույլով նաեւ վառվել է կրակը։ Իսկ ամեն մեկս մեր երամեց վարդապետը Գրիգոր Տաթևացին բոլորը եկել են ուխտի Տաթևացին այստեղ է ձեռնադրվել Սուրբ Հակոբ։ Չգիտեմ, զգացողությունները տարբեր են, բայց ասում եմ, որ պետք է մենք ամեն ինչ անենք մեր ինքնությունը պահպանելու համար եւ ի վերջո հասկանանք, որ բոլորս էլ մահանալու ենք, չենք կարողանալու, ինչքան էլ որ ուզենանք։ Հայ Սուրբ, իսկ մենք ասում ենք, հա, պետք չի վախենալ։ Այո, մենք գիտենք, բայց իրականություն է գալիս։ Մենք այդ մահը, ոնց որ ասած, չի ամեն մեկը տարբեր ձև է դա անցալելու, որովհետեւ հիմա կարանք սիրուն խոսանք, չենք վախում, պետք չի վախենալ, բայց քեզ չի թվում, որ այդ վախը սենց ոնց ուզում ենք դա մեկնաբանենք, կախված է նրանից, թե կապվածություններից։ Այո։ Մենք եթե շատ կապվածություն ունենք, լինի մարդկանց, նյութին, փառքին, դա է որ վախեցնում է կորցնենք այդ ամեն ինչը։ Անմիտ մեծահարուստի առաքում ինչպես էր։ Մարդը ամեն ինչ լավ բերք էր ստացել, մտածեց ինչ անի, ասեց, այս շտեմարաններս կքանդեմ ավելի մեծ կանեմ կառուցեմ, եւ մեկ էլ Աստծո ձայնը լսվեց, ասեց անմիտ, այս գիշեր հոգի տառնել է։ Չգիտենք դրա համար նաեւ եկեղեցու հայրերը որ ասում են, որ ամեն օրը ապրիր այնպես, ինչպես վերջին օրն է, սա նկատի ունեն, որ պետք է մենք պատրաստ լինենք։ Բայց ես հավատում եմ, որ Աստված միշտ ուզում է այն վերջի վարքյանին էլ պահում է, որ մարդը դարձի գա։ Մի օրինակ եմ ուզում բերել իմ հոգևոր կյանքից։ Մի ընկեր ունեմ, որը որ դրսում է բնակվում եւ զանգահարեց, ասաց, որ հայրը վատառողջ է, քաղցկեղ է նախտորոշել եւ ասել են, որ 1 տարի անպայման կապրի։ Հետո չեն կարող ասել ինչքան կապրի։ Բայց ընկերս ասաց, որ մի մտահոգություն ունի, հայրը մկրտված չէր։ Ես իրեն ասացի, որ ամենայն սիրով կմկրտեմ, բայց ինքը քանի որ չափած է, ինքը պիտի ուզենա։ Եվ գիտեք, Եվրոպայում ամեն մարդ արձակուրդի իր ժամանակը ունի։ Ասացի սպասիր, երբ որ կգա այդ վիճակը, որ արդեն կտեսնենք, որ վատ է, մահամերձ է, կգաս։ Գնացի իրենց ընտանիք այցելության եւ հետաքրական էր։ Խոսեցի, ընդհանրապես տղամարդիկ չխոսքան են լինում, չէ՞, մի տեսակ պարփակված իրենց զգացմունքները չեն կարողանում արտահայտել, շատ հետաքրական մարդ էր։ Եվ ասացի, ուզում ես մկրտվել, ասաց այո։ Բայց իր վիճակը տեսնելը սա մի 3-4 օր հետո այդ ախտորոշումից հետո զանգահարեցի եւ ընկերոջս ասացի, որ հայրիկին քիչ ժամանակ է մնացել։ Ասացի, չեմ կարող քեզ բացատրել ինչու եմ այդպես մտածում։ Եվ միշտ էլ հետաքրքիր, ընկերս հաջորդ օրը եկավ եւ մյուս օրին զանգարեց, ասաց հայրիկը վատացել է, խնդրում եմ շտապ ասի։ Ես ուրեմն վերցրեցի մյուրոն ամեն ինչ եւ արդեն տաքսու մեջ սկսեցի արարողությունը։ Հասա իրեն մեղքերի խոստովանություն արեցի, մկրտեցի, կանչեցի իր թորնիկներին, ծորներին, լսեցի մարդու խոստովանությունը եւ հասկացա, որ իր զավակները իրեն չեն ճանաչել, այս մարդը իր կյանքով իսկապես քրիստոնյայի նման է ապրել։ Եվ մի հետաքրական բաներ կար։ Ինքը իր դիկնոջ հետ 25 տարի բաժանված էին, չէին խոսում։ Ես համոզեցի, որ նաև հաշտվեն։ Հաշտվեցին, դուրս եկավ, ուրեմն մկրտությունից հետո վեր կացավ, բոլորին ուրեմն հաջողություն արեց, գրկեց։ Իր ոտքով գնաց լվացարան եկավ։ Ընկերս ասեց, գնամ նարեկ կարդամ պապայի համար։ Ես էլ խնդրեցի, որ մեկ գավաթ սուրճ տային։ Սա 3-4 րոպեում է եղել։ Եվ նարեկ կարդալու ժամանակ այդ մարդը իր հոգին ավանդեց։ Այսինքն սպասեց այնքան, որ եւ մկրտությունը լիներ, եւ մեղքերի թողությունը։ Այս ինձ համար հետաքրական Այդ երանելի մահը։ Այդ
Կարելի ասել։ Այո, որովհետև ամեն դեպքում զավակները ուրախացան, որ հայրը որպես քրիստոնյա մահացան։ Այսինքն գիտակից պատրաստ լինելով, մարդիկ ասում են օրինակ, ինչ լավ է, պարկես ու չարթնանաս, բան չզգաս, ուղղակի եւ կամ էլ մի կարկածից մեքենայի տակ ընկնի չհասցնի մի հատ մեղա ասել։ Ինձ թվում է երանելի մահ է, որ դա էլ պետք է երևի արժանանա մարդ, որ ինչ ես ասում։ Շատ եմ մտածել, բայց երբեմն այդ հիվանդությունները, դժվարությունները տրվում են եւ տվյալ մարդուն ապաշխարության այդ շրջանը հասնելու եւ իր հարազատներին։ Հիմա երբ որ դու քո հարազատին խնամում ես, սիրո խոսքեր ես ասում եւ այլն, երբ որ ինքը մահանում է, ոչ թե դու էլի ցավ ես զգում, բայց ասում ես որ ամեն ինչ արեցի։ Բայց երբ որ մարդը հանկարծակի է մահանում, մեկ էլ ասում ես ախր ես չեմ ասել որ իրան շատ սիրում եմ։ Դրա համար մենք չպիտի զնանանք մեր հարազատներին, հատկապես մեր ծնողներին ասելու հաճախակի, որ մենք իրենց սիրում ենք, գրկելու, որ իրենք այդ ջերմությունը զգան, չգիտեմ։ Ես Սարպես մարդուն, գիտես, հեշտ է այսօր վիրավորել, ցավ պատճառել, բայց իրոք հետո հասկանում ես, որ դա ինչ բան է, էլի։ Այսօր մենք ուզենք թե չուզենք, Արցախյան վերջին պատերազմն է, երբ որ մենք պարտություն կրեցինք, եւ կորոնավիրուսը մարդկանց կյանքը փոխել է, մտածողությունն է։ Ինչ դեպի վատ, դեպի լավ։ Մարդիկ ուզում են ամեն օր ապրել, չգիտեն ինչ է լինելու։ Եվ ընկնում են ծայրահեղություններ երևի, հա, մեղքերի մեջ, շռայլ կյանք, հա, ուտեն խմեն։ Չէ, դե ուտել խմելով էլ իրենց կյանքը ոչ մի չի։ Մարդը ի վերջո պիտի հասկանա, որ ինքը տարբեր է, էլի։ Ինքը իր մեջ այդ Աստծո պատկերը եւ նմանությունը կա։ Ինքը չի կարող նմանվել անասունի։ Ինքը չի կարող իր վարվելակերպով այլ կերպ լինել։ Եվ ասում է, չէ, Սաղմոս 2-ում, որ մարդը պատվի էր, բայց գնաց նմանվեց անբան անասունների։ Եվ ահա այս իրականությունը, որ մենք հիմա ներկա ենք, ասեք Սաղիմը հայերը։ Ինչքան բան են արել, եկել են, իրենց ինքնությունն են վերագտել, պահել են, պահպանել են։ Եվ այսօր էս հանգչում են։ Բոլորս ենք այս ճանապարհը բռնելու, էլի, ոչ մեկս բան չի լինելու։ Ուղղակի անշուշտ մեր աղոթքը պիտի լինի, որ ժամանակին լինի, բայց այդ ժամանակն էլ մենք չենք որոշում։ Հա։ Դա համար պետք է մարդ փորձի ապրի այսօրով, չէ՞։ Այո, եւ պատրաստ լինի։ Հիմա օրինակի համար մենք պատերազմում զոհվածներ ունենք, չէ՞, 20 տարեկան երիտասարդներ, կյանք չեն տեսել, բայց իրենց կյանքը, իրենց մահը, իրենց կյանքի ավարտը դաս է հասար բոլորիս համար։ Եվ դրա համար, չգիտեմ, պիտի մարդը մտածի, պիտի իր կյանքի անդրադառնա, պիտի հասկանա, որ չես կարող էլի չարացած լինես, չարություն կա մեր մեջ։ Մեկս մեկի հանդեպ մի քիչ սիրով լինենք, ջերմ խոսք ասենք, գոնե մարդը որ զգա, որ ինքը մենակ չի, էլի։ Բայց մենք շատ ենք չարացել, դա կյանքի պայմանների բերումով, ատում ենք իրար, չենք ուրախանում իրար հաջողությամբ։ Նախանց։ Ոչ մի չի տանում այդ, ոչինչ չի տանելու։ Եվ այդ որ բաններ չէ, կարծեմ մակեդոնացիներ, թե ով էր որ մեռնելուց ձեռքը դուրս անում, որ ոչինչ չեմ տարի, չէ։ Այսինքն հետո գիտես այսու մի բան էլ կա այդ սանոտեական նախապաշարումները գերեզմանի, որ հայլիները ծածկել, դագաղը պատտստել։ Հիմա կարծեմ տենց էլ բան չի լինում, եթե քահանայա, չէ, մասնակցում։ Իմ կարծիքով գոնե օղին խմել լցնելը այդ վերջին 20 տարում շատ բան փոխվել է դրական առումով, էլի։ Եվ այստեղ էլի փառք ու պատիվ մեր հոգեվորականներին, հատկապես քահանայերին, որ փորձում են ամեն ինչ անել այդ բանը դաստիարակել այդ կրթել։ Մենք շատ հետաքրքրական բան ենք, մենք փորձում ենք չենք կարողանում գլխավորն ու երկրորդականը զանազանել։ Ինձ են քանի անգամ զանգարում են, ասում են օրինակ քանի վերջերս մի դպրոցի տնօրեն էր մահացել եւ ինձ հարցնում են, ասում են կարող ենք մի հատ էլ տանենք դպրոցի մոտ պտտացնենք, քանի պտույտ պիտի պտտեցնենք։ Ես հումորով ասեցի այնքան որ գլուխը չպտտվի։ Ասես լավ էլի հայսը։ Ասում այս մարդը քրիստոնյա մարդ է եղել, ճանաչում եմ անձնապես։ Այս մարդուն քրիստոնեական ճիշտ ձևով տարեք, թաղեք։ Հա, տանել կարուսել նստացնեն, հա։ Չէ, ինչ որ անհասկանալի չես դա էլ այդ սնոտիա պաշտություններ, չգիտեմ։
մենք պիտի փորձենք մարդկանց մեջ արմատախիլ անել այդ բանը։ Պետք է մարդիկ հասկանան, որ չի կարող էլի քրիստոնյան տենց բաների հավատալ։ Այստեղ պատմում են ինձ մի հատ կին կար զավակը մահացել էր երիտասարդ ու ուներ ուրիշ ավելի փոքր զավակներ, այդ կինը գալիս է շատ ծանր տարավ, գալիս էր այստեղ էր գերեզմանի մոտ առօրից իրգուն լացում ողբում էր եւ մի ուրիշ կին ասեց մի օր ասեց լավ միջև երբ պետք է անես ասում եմ լավ հասկանում ենք զավակ բայց քո զավակները կան դու ես ինչու ես իրենց թաղում այս կինը սթափվեց եւ փոխվեց էլ այսինքն դա իրան օգնեց ու խոսքը շատ կարեւոր է չէ այսօր մենք ունենք ահագին այսինքն զոհված տղաների ծնողները մայրերը որ շատ ծանր են տանում շատ դժվար են եւ վստահ եմ մի փոքր խոսքը կարող է իրենց փոփանք վերքը բուժող բան այո չես վերադարձնի զավակին բայց այդ բանով կարաս շեղես իրեն որ ինքը ճիշտ սկսի ապրել որովհետեւ կյանքը նենց մահացավ բայց մենք ապրում ենք եւ այդ հույսով որ հարություն է լինելու Դե այդ հոգեխնամությունը պիտի քա հոգեվորականները միշտ անեն եւ ելի եմ ասում որ շնորհակալություն մեր հոգեվորականներին, որ պատերազմից հետո բոլոր թեմերում մշտապես եղել են նման ընտանիքների կողքին։ Եվ փորձել են իրենց խոսքով, գործով, իրենց կարեկցանքով լինել այդ ընտանիքների հետ, որովհետև մենակ այդ ընտանիքները կորուստ չունեն, էլի բոլորիս կորուստն է։ Իմիջիալոց այսուր այս դիմացի տաճարը կաթոլիկ եկեղեցի կոչվում է Dormition ննջման Աստվածածնի ննջման եկեղեցին է ու Տիրամայրը ննջեց եւ Տերը այստեղից առավ եւ այս Պարիսպի ետևը հույների մյուս ճանապարհ կա ու նորից Պարիսպ հունած գերեզմանատունն է եւ այս Պարիսպի ետևը կաթոլիկների դա 1800 թվականներին մեր ձեռքից բռնագրավեցին Դե Երուսաղեմի մարմարանն է էլի եւ այստեղ էլ հիմա այս բանն էլ է հետաքրիր այս Պարիսպ որ տեսնում ես ծառերով ուրեմն մի հայ են թաղում հետո պարզվում այդ հայը մուսուլման է իսլամ ընդունած եւ երբ որ գալիս են որ թաղում են իսլամ ազգականները բարեկամները գալիս են ամուսնացած էր մուսուլմանի հետ Բայսի մերն է եւ գրավում են այստեղը, սենց գրավում են ուզում էին մսկիթ սարքել, բայց Աստծո նախախնամությունն էր, որ դա թույլ չտվեց, էլի, եւ այսպես էլ մնաց, եւ հետաքրքիր ինչն է, հետաքրքիր ասելով Երուսաղեմում շատ զգայուն է, եթե քննեն մարդը, եթե հայ է, եթե կասկած կա, քննում են թղթերով, միջև գնում, որ չթաղեն մեկին, որը կարող է ինքը ոչ հայ լինի, էլի Այսինքն ոչ էլ քրիստոնյա նկատի ունեմ։ Դե խնդիրները Երուսաղեմում էլ իր խնդիրները կա, բայց ես նորից եմ ասում, կրկնեմ այսօր, այստեղ մի հատ ուրիշ հանգիստ կա։ Չգիտեմ, երևի այստեղ շատ աղոթք է արվել, թե չեմ կարող ասել, սուրբ վայր է, բայց միցեք խաղաղություն կա, Հայաստանի գերեզմանները ասես ճնշող բան կա։ Երևի աղոթքի պակասն է, որ ժամանակին չեն աղոթել։ Աղոթքի չէ, մտածողության երևի։ Ես չեմ հասկանում, չգիտեմ, ես վերջերս լսեցի, որ Wi-Fi-ով գերեզմաններ կան, ինչ որ տանը նստած նայում են իրենց ննջեցեմ, չեմ հասկանում։ Դե էդի գիտես ինչ է, ավելի բիզնես չէ, բայց հոգեկան մարդկանց բանի վրա խաղում են Չնայած ասում եմ ապրանք եթե պահանջ չունի, հա, այսինքն չի լինի ապրանք, բայց դա կա։ Ես դեռ 90 թվականներին հետ խորհրդային միության, այսինքն փլուզումից հետո հաղորդում եղավ Մոսկվայից ռուսերենով, որտեղ ասվեց, որ այս Լենինի բան կար, ինստիտուտ կար, որ այդ իր մարմինը զբաղումով եւ միայն Լենինի չէ, մարդիկ վճարում էին այն ժամանակ կամ պաշտոնյաներ կարային զմռսեին, տենց ինստիտուտ էր Դե որ սովետը քանդվեց եւ այլն, ինչ անեն, իրենք սկսեցին մարդկան զմռսել եւ ծառայություն մատացել, դամբարաններ են սարքում եւ դագաղը փոսի մեջից կարող է բարձրանա գան պատուհանը բացվի, երեսը բացվի, մարդիկ զրուցեն եւ MTS-ը Մոսկվայի հեռախոսային ցանց այն ժամանակ
բաներ հերախոսեր գիծեր քաշում դամբարանի մեջ եւ մարդիկ կարային զանգեին ձևով հիմա դե ժամանակակից բան է էդի աբսուրդ է էլի Ո Սարաքյալի խոսքն է պետք հիշել, որ ասում է եթե դուք ես կյանքի վրա եք հույսը ձեր դրել, իմաստա ձեր կյանքը։ Հա։ Ոչ մի հիմա տեսեք մարդը իր հարազատին խնամք չի տարել, սիրո խոսքեր չի ասել, մի օր երբ որ հիվանդ է եղել չի այցելել, մի բաժակ ջուր չի տվել, մահանում մեկ էլ մի հատ ինչ որ տեսնում ես ճոխ, մի հատ ինչ որ բան է անում։ Հետո հայսու մի բան էլ կա, գիտես, Հայաստանում ամեն բան եւ ուրախությունը եւ տխուր միջոցառումները ուտելիքի հետ է կապված։ Այսինքն մարդիկ մոռանում են այդ ննջեցյալին, զբաղվում են թե ինչ պետք է ուտեն, ինչով պետք է կերակրեն, ինչ խմիչքներ արվի։ Ես չեմ հիմա այդ բանը կա միջև հիմա։ Դե որովհետեւ անեն երկրորդական է, որտեւ պիտի կա այդ բաներ ուզում ասեմ։ Իհարկե կլինի։ Որտեւ պիտի տեսնեն, չէ՞ ինչ օղի էր դրված, ինչ սեղան էին, ոնց էին պատվում, չգիտեմ տղուն։ Զեյթունը, պանիրը, ոչխը գյուղերում պարտք են առնում, լսել եմ, շատ անգամ եմ լսել, ոչխար, եզ են մորթում պարտկով, որ թաղում անեն, իսկ ծերության ժամանակ ծնողի մի կոպեկ չէին ծախսում մարդու վրա։ Այս իրոք այս ցուցամոլություն, թե ինչ է ասել, հուսամ դա մենք բանի մեջ որ խոսեցինք իր այդ զրույցի հետ, այդ տգիտության բանն է։ Պետքա կրթել երևի եւ քրիստոնյա չենք, էլի։ Քրիստոնյա մարդը չի կարող տենց։ Հա։ Հայսուժան, օրինակ, գիտես, չնայած նյութի հետ չի, բայց խոսեմ, այսօրվա շատ բան նետում են հոգեորականի վրա, չէ՞, պետքա հոգեորականը քարոզի պետք է բանա։ Իսկ հավատացյալը, դու ասացիր, որ գիտակից հավատացյալը, գիտակիցն էլ դա գիտություն ունեցող, նաեւ հասկացող, արդյոք քրիստոնյան էլ պետք է իր բարձ հավատացյալը իր շրջապատի մեջ օրինակ այս գերեզմանի հետ կապված թաղումներ խոսե, խրատի, պետք է թե հոգևորականը բոլորին չի հասնի, չէ, այսինքն ֆիզիկապես։ Հիմա օրինակի համար ավետարանական խոսքը, որ ասում է դուք եք երկրի աղը, դուք եք լույսը։ Մենք ինչ պիտի լինենք, այդ աղը լույսը ո՞նց պիտի լինի։ Մենք մեր կյանքով պիտի վկայենք դրա մասին։ Մենք եթե ուզենանք հոգեբորականները չենք կարողանալ հասնել, որտեղ մենք թվականակ չունենք։ Բայց ես կարծում եմ, որ ժամանակն է, գուցե նաև ուշացել ենք այդ աշխարհական քարոզիչների ինստիտուտը ստեղծելու։ Բայց միշտ վարդապետը պիտի լինի, որ հսկի, հակարծակի չկնի բաների մեջ։ Բայց դա է, մենք պիտի իմանանք, էլի, եթե մենք իմանանք օրինակ մեր եկեղեցին ինչ է քարոզում, ինչպես է օրինակի համար եկեղեցին մոտենում մահվանը, հուղարկավորությանը։ Հուղարկավորություն բառը ուղի արկանել, ճանապարհ գծել։ Це այնքան գեղեցիկ բառեր են, որոնք արտահայտում են այդ խորհուրդը, էլի։ Բայց չպետք է ծայրահեղությունների մեջ ընկնեն եւ երկրորդական բաների վրա ուշադրություն դարձնեն, բայց այդ մարդու հոգու փրկության համար ոչ աղոթ կանել, ոչ չէ։ Ի վերջո դու կարող ես գիտությամբ էլ ամեն ինչ եւ գիտելիքով լավ լինես, ամեն ինչ ունենաս եւ այլն, բայց եթե դու քո հոգու փրկության մասին չես մտածել, բանը, եւ սա շատ կարեւոր է, սա ինչքան էլ մենք խոսում ենք, կարող է ինքը իսկապես սաղմոսներ էլ անգիր գիտի, նարեկացուցել է ինչ որ բաներ, բայց եթե այդ բանը չի, դրա նպատակը այն չի, որ իր հոգու փրկությունը անիմաստ է։ Հայսուպ այստեղ էլ այս մասը Երուսաղեմի միաբանության հոգեորականների տարածքն է։ Մեր, այսինքն այն մյուս գերեզմանները, որտեղ քարեր չկան, դա մեր բնակարաններն են, ապակա թե եղել է հիմա չկա։ Չէ, էսի սենց բացվել է, պատրաստել են, որ ես էլ եմ սիրում եմ այստեղ գալ, ասում եմ հետաքրքիր ես որտեղ եմ լինելու, որ միշտ սենց տեղեր են, որ պատրաստի։ Սա ոսկի վարդապետն է, տեսուչն է եղել Բեթխեմի, շատ ոսկի մարդ է եղել, դրա համար պատրիարքը իրեն ոսկի դրե ու բան ուներ, թերություն ուներ, խմում էր։ Վերջի տարիները այսօր ասում էին խմում էր, սիրում էր խմեր, բայց դա բան չարեց իր բարի ոսկի հոգին։ Այստեղ էլ շատ հետաքրքիր է։ Գրասեր եւ հեզ միաբանի բնորոշումը։ Բանն է Անուշավան վարդապետ շատ
Շատ հետաքրքիր։ Ես հիմա ուզում ոսկի համար ասեմ, հայր ոսկի համար, հայսուր, ուրեմն ինքը կատված է, պարալիչ, գլխի կատված եւ չեր կամ խոսեր։ Ինքը Տեսել ես այսինքն։ ես տեսել եմ, այո։ Եվ ինչ որ խոսեր, որ խոսում ես յող Թուրքիայից էր ինքը, ոչ, մեկ էլ բրդի, ասում ես հայսուր, ոնց է բրդի։ Բայց որ ասում ենք հայսուր, մի հատ հայր մերը կասես, այ մեր ոյեկիս ասում էր, պահպանիչ էր ասում, շարականներ էր երգում, ասում ենք հայսուր ոնց ես բրդի, չեր գիտես ու ամեն անգամ այնքան էր լացում, ես մարդը ու իրեն հաղորդություն եմ տվել, այսին մահվանից առաջ, Աստված հոգին լուսավորի, սա Վաղար Սրբազանն է, ինքը մեր Սուրբ Հարության տեսուչներից է, հզոր մարդ էր։ Բանի Գյուրեղ եպիսկոպոս Գյուրեղ Սրբազանը Սևանի ճեմարանում էի սովորում 96 թվականին։ Այժմյան վեհապարը իրեն բերեց մեզ մոտ հանդիպման եւ պատմում էր Հարության տաճարի պեղումների ինչեր է արել եւ այլն։ Մենք այն ժամանակ չէինք գիտակցում, խորությամբ չէինք հասկանում, բայց իր շնորհիվ աստորեն Հարության տաճարը պահպանվել է։ Ծովական։ Նորայր Պողարյանն է, ծովական, որ մեր ձեռագրերի, գիտես։ Հետաքրական պատմություն կա։ Դե ինքս էլ այ մատենագրության գիտակ չասեմ, բայց զբաղվում եւ դասավանդում եւ բնականաբար հայագիտության մեջ կան մարդիկ, որոնց վաստակը անգնահատելի է, ինչ որ ծովականն է արել, Նորայր Սրբազանն է արել, ինստիտուտներ են անում։ Եվ հետաքրական է միշտ պատմում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը երբ որ այցելում է Երուսաղեմ, հատուկ գալիս է եւ Պողարյան Սրբազանին է տեսնում։ Եվ եզակի մարդ էր ամեն դեպքում 4000 ձեռագիր ուսումնասիրել, նկարագրել, կազմել եւ չհաշված քանի տասնյակ գրքեր ծիսական բաներ։ Եվ ասում էին, որ ինքը իր, ասենք, ժամերգություն իջնելով, ճաշին իջնելով կարող էր ժամացույցը տանել։ Ասում են, այո, ես չեմ տեսած։ Այնտեղ գնանք մեր հայր սուրբերից, այստեղ ասեցինք, Հայրանուշավանը Յաֆայի հայֆայի տեսուչներ, առիթ ունեցել եմ սարգավակ ժամանակ հետը Յաֆա գնալու, շատ պարտաճանաչ մարդ էր, Ռուբեն Վարդապետը Հայաստանից էր, իրեն առիթ եղավ տեսնելու, կաղ մարդ էր, իրեն մասին լավ չգիտեմ։ Հայր Հայրիկը, հայր Սուրբ, Հայկասեր, այո։ Ես իրեն տեսել եմ 2003-ին, երբ որ եկել էի Սարգսակի։ Հայր Հայրիկն է, այո, իրոք Հայրիկի, որ իրեն Հայրիկ Ասլանյան եպիսկոպոսն է Վանեցի ձեռնադրել եւ իր անունը դրել է Հայրիկ։ Սա էլ մեր հայրամբարձումն է, ավակ թարգման։ Հայրամբարձում։ Արդեն 4 տարի թռավ, հայրն էլ 3 տարի անցավ։ Շատ հայր համբարձումը շատ աշխուժ աշխատող, բազող չէր ասի ու դժվար է, երբ որ մարդկանց հետ շփվել ես, տեսել ես, օրինակ ես չեմ թաքցնում, շատ կուզենայի, որ կյանքումս մեկ անգամ Նորայր Պողարյանին տեսնեի։ Էս էլ իմիջիալոց էս խաչքարերը, հենա դիմացի մեծ, Հայաստանից են վերել, կաուացել են վերել։ Այ Հայսուր, արի գնանք միտեղ եկեղեցու մեջ, այնտեղ ուրեմն մի սրբատեղի է, Կայափայի տան տեղում է կառուցվել այդ եկեղեցին, մատ փոքրիկ եկեղեցին, որը կոչվում է երկրորդ բանտը Քրիստոսի, առաջինը Աննա Քահանապետն է, հեշտակապետացում է, սա երկրորդ։ Այսօր շատ կուզենայի այդ Եղիշե Պատրիարքի գերեզմանը տեսնել։ Դե քայլելով գնանք, լավ։ Սա էլ Եղիշե Պատրիարքի գերեզմանն է այսօր։ 20-րդ դարի մեջ ամենախարիզմատիկ հետաքրական Եղիվարդ ծածկանով շատ հզոր։ Ամեն դեպքում հստակ է, որ մեր իրավունքների ամենաջերմեռանդ պաշտպանն է եղել եւ իրենից վախեցել են եւ
ամեն ինչ արել են լավ լինելու իր հետ եւ ինքն էլ կարողացել է մեր հայկական շահը պահել, պահպանել։ Սա էլ Հայսուժան, այս եկեղեցին պետք է կառուցեն, բայց ինչ որտեղ պատճառներով ավարտը չեղավ, ավարտի չհասանք, մնաց եւ այստեղ որտեղ գերեզմաններ էր, այս քայլը հանել են, փակցրել են պատի վրա, ասես գաղափար է եղել, որ հետաքրքիր է եւ որ կարդում ես հետաքրքիր բաներ կարելի է Բայց գտնել։ այս մարդկանց գերեզմանները որտեղ են։ Կարծեմ ընդհանուր միտեղ թաղել են, էլի ամփոփել են, բայց այնպես չեն բանարել, ինձ թվում է։ Հետաքրքիր sense սափրիչ, վարդապետ, չգիտեմ ինչ sense բաներ կա։ Հստակ է վարդապետը գավազանը նկարած է։ Այն էլ ավետիս վարդապետ Հովնանյան Տարոնո Խասգյուղցի, որ պատրաստյաց զայս դամբարան, յուր ոսկերած հանգստարան։ Հավուրս յուրո կենթանության, ձեռոք յուրով գրած զայս բան տովանին, Սուրբ խաչիտ կենարար, Հիսուսիդ եղիցի պահապան ննջողիս, հայս տապան, միչև գազ Տեր Հիսուս գալ եւ սմա կյանքս իլույս։ Շատ հետաքրական պիտի լինի ընդհանրապես, չգիտեմ, այս բոլոր գերեզմանների, ասենք, արձանագրությունները վերցանված են թե ոչ, այս գրական հատվածները ուսումնասիրել ինչեր են գտնում։ Կարելի է անել դե մարդիկ պետք է հիմա գնանք Հայսուպետ եկեղեցին, որտեղ աղոթք արեցինք մեր միաբանության հոգեորականների համար եւ այստեղ թաղված են, ասացինք, չէ, պարոն Տեր Գրիգոր Շղթայակիր պատրիարքները, սա էլ պետք է լիներ զանգակատուն, բայց վերջը այսի դրեցին այս զանգակատունը նորոգելուց հետո։ Այստեղ Աննա Քահանապետի տունն է եղել, ինչպես ասեցի, եւ այստեղ էր, որ աքլորը ձայն հանեց Պետրոսի ուրացման ժամանակ եւ Պետրոսը փախավ գնաց ներքևը եկեղեցի կա, որ Աքաղաղի եկեղեցի է կոչվում, Պետրոսի զղջման եկեղեցին, որը ժամանակին նաեւ մերն է եղել, հետո կորցրել ենք, հա։ Հիմա ում է պատմում։ Հիմա կաթոլիկներինն է, եւ այստեղ պատմիչները ասում են պատի վրա միտեղ աքլոր կար քանդակ, այս 48 թվականի պատերազմին այս տարածքը մինչև 67 թիվը մնաց Իսրայել եւ շատ բան ավերվեց, քանդվեց եւ այլն եւ այդ աքաղաղն էլ կորավ քանդակը։ Ես նկատեցի, որ Երուսաղեմում հետաքրական են այս շենքերի վրայի խաչերը, էլի։ Հա։ Էսի շատ կա այս բաները, այս խաչերը, Սուրբ Գրիգոր Լուսավորչել ներքևոր գերեզմանը որ տեսա, չէ՞ բանի։ Այդտեղ էլ կա, ասում են խաչակիրներն են, բայց խաչակիր չէ, հայ վարպետներն են եղել։ Այստեղ Հայաստանում էլ կան որոշակի։ հա, ես վերջապես բոլոր մեր սպոսաշրջիկ, հա, գայդերին, որսավարներին ապացուցեցի, որ սա խաչագիրները չեն, այ հայ վարպետներ են։ Այստեղ էլ Դավիթ Հովանեսյան մեկ վարքան Քյոբթացի Ամիտյարն, այս կերամիկան են որ գալիս հաղճապակին, որ սարքում են 29-28 թվականներին։ Ես մի հաղորդում եմ Հայսուրբ ծովածին ավետարանի մասին, հայր Արշակետ էին կարել, ես այդ հղումը կդնեմ այս տեսահովակի ներքևում կամ այս անկյունում դուրս կգա ու նայեն։ Այստեղ մենք ունենք պատրիարք Հովակիմ Քանաքերցի, Երևանցի պատրիարք է եղել, որ Պոլսից գալուց հետ ավետարան է բերում, որ արդեն հռչակում է պատրիարք, ընտրվում է։ Ուրեմն նավը խորտակվում է, փրկվում է կարծեմ ինքը եւ ավետարանը, եւ ինքը եւ ավետարանը կոչվում են ծովածին։ Եվ այդ ավետարանը հիմա կա, պատրիարք արում է Գանձատունը եւ ոմանք ասում են հրաշագործ է, ժամանակին մարդիկ եկել, աղոթել են, բուժվել են եւ իր մահը նենց է լինում, որ այստեղի կառավարիչը արգելում է պատրիարքին թաղել, երկար օրեր, շաբաթվա չափ չէին կամ թաղեին։ Ի վերջո թաղում են այստեղ, իսկ 48 թվականից հետո այդ գերեզմանները մի վատ վիճակում է, ծրագիր ունենք, որ նորոգվի այստեղ ամեն ինչը։ Իր գերեզմանը այս էր, հիմա
վրան ասում են արձանագրություն կար շատ հետաքրքիր այդ ավետարանի հետ կապված, իր հետ կապված հուսամ կվերականգնենք այս ամեն ինչը։ Դե եկեղեցին վերականգնվեց, հիմա մնում է այս տարածքը արդեն, հիմա գնանք արդեն եկեղեցի եւ սա էլ այդ հայրիկ Վանեցին էր, Վանեցի կներեք, հայրիկ Վանեցի arczepiskopos լուսարապետներ, որ Եղիշե Պատրիարքի ինգերներ, որբերից էին այդ եղեռնից հետո ազատվել, այս հայրիկներ, հայրիկին ձեռնադրե։ Դե գնանք եկեղեցի հայ սուրբ։ Հայ սուրբ ջան, ուրեմն սա մեր Սուրբ Փրկիչ վանքի եկեղեցին է, որը կառուցվել է Կայափա քահանայապետի տան տեղում եւ կոչվում է երկրորդ բանտը։ Եվ ավանդությունը պատմում է Հեղինե Թաքուհին, Կոստանդիանոս կայսրի մաման, երբ որ այցելում է Սուրբ Երկիր, նորոգություններ, շինարարություններ, իր հետ ինքը այն քարն է վերցնում, տանում է, ինչպես շատ ուրիշ բաներ էլ, տանում է, ուզում է տանի Հռոմ, Պոլիս եւ այլն, այդ կողմերը քարն է տանում, որով Քրիստոսի գերեզմանն էր ծածկվե։ Եվ երբ որ ավանդությունը պատմում է, այս կողմերն է գալիս, էլ չի կայում, այդ եզերը ինչ անում են, տեղից չեն կայում, քարի պես մնում է, կապնում է գետնին ոնց որ ասած, եւ թողնում են այստեղ 5-րդ դարում հայերը այստեղ եկեղեցի են կառուցում եւ խորանի տակ, եւ երբ ժամանակին խորան էր որպես գործում, այս քարն է, այսա։ Դե հիմա այսօր պես մահվան մասին ենք խոսում, Քրիստոսի հարության մասին, եթե այս քարը մեծությամբ գոնե տեսնում ենք, ոչինչ է լինելու էլի հարության ժամանակ։ Այսին փագող, չէ՞։ Ինչով ուզում են փակեն էլի, դի հարություն առնում է։ Այսօր մի հատ բան էի կարդացել, մի կին կար, անհավատ, չէր հավատում, ուղղակի պայքարող աթեիստ, ասենց ասեմ, եւ պատվիրում է, երբ որ ինքը որ մեռնում է, ասում է, որ իր դամբարանի քարի վրա գրեն, որ այս գերեզմանը երբեք չի բացվելու, ուզում է Քրիստոս գա, ուզում է չգա։ Եվ հաստ շղթաներով քարերը կապում է տալիս, այսինքն տենց է պատվիրում, եւ Աստծո գործերը մի փոքրիկ ցորենի հատիկ, ինչ որտե հատիկ, սերմ ընկնում այդ արանքները չգիտեմ ոնց, տեղից ծառ առաջամ, այդ ծառը բարձում, այդ քարը պայթում է, բացում է։ Դրել է Քրիստոս չեկած, էլի։ Դրա համար, ինչպես Տեր ասում է, գերեզմանները կբացվեն եւ Քրիստոս կգա եւ կդատի, արժանի լինենք, չէ՞։ Աչակողմյան դասում նստել։ Աստված գա եւ ասի, որ շապրես եւ բարի եւ հավատարիմ ծառա մտիր ուրախությանս մեջ։ Մենք այսպես թե այնպես լինելու է մեկ օր, բայց պիտի պատրաստ լինենք։ Եվ հետաքրքրական է, որ ուղղափառ մտածողության համաձայն ոչ թե կարևոր է թե մարդը ինչքան տարի կապրի 100-120, չգիտեմ 80, այլ թե իր օրիշ ամեն օրը ինչքան կարող է իմաստավորած լինել։ Մի գերեզման կա թողմախում, որտեղ որ գրված է մարդու ծննդյան եւ մահվան թվականները, գրված է ապրեց մեկ օր։ Հարցրել եմ, թե ինչու է գրված ապրեց մեկ օր, ասում են, որ այդ մեկ օրը մկրտվեց, մեկ օրը հավատքի կյանքով ապրեց ու մահացավ։ Այսինքն այն կյանքը, որ ինքը ապրել էր այդքան տասնյակ տարիներ, անիմաստ էր, բայց ինքը այդ մեկ օրը ապրեց, իմաստավորեց։ Դրա համար պիտի իմաստավորենք մեր կյանքը Աստծով եւ ես երբեմն օրինակ մարդիկ կան, չէ՞, կամ նաեւ մեր հավատացյալներից ինչ է լինելու վերջի դատաստանին, չգիտեմ, ոնց ենք լինելու եւ այլն, հատկապես վաղճանաբանական հարցեր են բարձրացնում եւ այլն։ Ես միշտ նրան պատասխանում եմ, ասում եմ, որ քեզ ասել է Աստված, որ դու պատրաստ եղի միշտ։ Ապրի կյանքդ առաքինի, դատաստանվել թող Աստծուն։ Թե ինչպես պիտի լինի, ոնց պիտի լինի, ինքը ամեն ինչ կանի։ Եվ դա այդ պատրաստությունը շատ կարևոր է, իսկ այդ պատրաստությունը մեզ պիտի օգնի աղոթքը, պահեցողությունը, մեր կյանքը, Քրիստոսին ճանաչողությունը, չգիտեմ, հատկապես երբ որ ես նման տեղերում ես լինում, զգում ես, որ իսկապես ինչ քաղցր բան է, որ դու Աստծուն ճանաչում ես։
Կյանքը ուրիշ կերպ է, մտածողությունը ուրիշ է։ Ինքդ այլ կերպ ես ապրում։ Մարդիկ նայում են, երբեմն կարող ասենք ինչ որ մարդկանց դու բան լինես, խորտ լինես, չհասկանան քեզ, բայց դու ապրում ես այդ հոգևոր ապրում ես, զգացողությունը եւ այլն, եւ գալիս ես տեսնում ես, որ հսկայական մի ինչ որ քար է դրված, քարը ոչ մի պատես չի կարող լինել, որ հարության ավետիսը լինի եւ այդ հարությունը պիտի մեզ բոլորիս ավելի գոտեպնդի ուժ տա եւ հարության ավետիսը նաեւ մեզ պիտի ստիպի եւ դրթի, որ մենք մեր ամեն օրը ապրենք Աստծով էլի։ Եվ ես կցանկանամ մեր բոլոր ժողովրդին, հայերին, այսինքն բոլոր մարդկանց, որոնք զավակ են կորցրել նման տես Արցախյան պատերազմից առաջ, հետո այդ ընթացքում թող մխիթարվեն Քրիստոսով, հույսը դնեն Տիրոջ վրա։ Մենք միշտ ասում ենք այստեղ էլ Երուսաղեմ, ասում ենք Սուրբ Հոգու մխիթարություն ձեզ, որտեղ ինչքան էլ մենք խոսենք, մենք խոսում ենք, փորձում ենք շուտը խոսքեր ասել, բայց մխիթարողը Սուրբ Հոգին է, թող մխիթարի մեր ժողովրդին եւ ես միշտ հավատում եմ մենք հարության որդիներ ենք հայ ազգս, որոնք հավատացել ենք այդ հարության, դա վկայությունը մեր կյանքը ինչքան էլ մեզ ուզեցե բնաջնջել, բայց մենք չակերտյալ աներեսաբար հարություն ենք առել, որտեվ հավատացել ենք Քրիստոս։ Քրիստոս ասեց չի, ասում ով որ հավատա ինձ եթե մեռնի, հարություն կառնի։ Մենք հարություն ենք առել եւ այս ժամանակավոր կյանքի մեջ եւ հարություն պիտի առնենք Քրիստոսի գալուստին։ Ամեն հայրսո։ Եվ իսկապես թող այդ հարության ավետիսը բոլորիս տներում ջերմացնի, ջերմություն բերի, ուրախություն բերի եւ ամեն մեկս էլ ճանաչենք Աստծուն, իր քաղցրությունը եւ կարողանանք նաեւ ինչ որտեղ նաեւ այդ հարության ավետիսը, այդ ուրախությունը նաեւ մյուսներին փոխել։ Չէ, այդ շուտ է, բայց ասենք Քրիստոս հարյավի մեռելով։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսին։ Ամեն։ Ամեն։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, շատ հետաքրքիր։ Սիրելի բարեկամներ, շնորհակալ ենք ձեզ, Աստված ձեզ պահապան։